Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները վերջին շրջանում հասել են միանգամայն նոր մակարդակի, ուրվագծվել է համագործակցության լայն շրջանակ և ակնհայտորեն գործնականում դրանք ստացել են նոր տեսք։ Վերենշվածներում ուրույն տեղ ունեն նաև խորհրդարանական դիվանագիտությունն ու ազգային ժողովի և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների միջև ձևավորված փոխգործակցությունը։ Անցնող շաբաթ Ստրասբուրգում մեկնարկեցին Եվրոպական խորհրդարանի աշխատանքները, Ֆրանսիա մեկնեց մեր երկրի վարչապետի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև պատգամավորներ Արման Եղոյանը, Մարիա Կարապետյանն ու Սարգիս Խանդանյանը։ Եվրոպացի խորհրդարանականներին ելույթով դիմեց Նիկոլ Փաշինյանը, եվրոպական հարթակից վարչապետը աշխարհին ուղեց կարևոր ազդակներ, խոսեց Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ու թրիփ նախագծի իրագործման վերաբերյալ։ Եվրոպական խորհրդարանի հետ գիտեք, մենք շատ ակտիվ աշխատում ենք տարբեր ձևաչափերում, շատ ակտիվ երկխոսության մեջ ենք և նաև դրանով է բացատրվում այն շատ կարևոր դերակատարումը, որ Եվրախորհրդարանը ունի մեր երկկողմ հարաբերությունների աննախադեպ խորացման մեջ և այս կոնտեքստում շատ տրամաբանական էր նաև վարչապետի արդեն երկրորդ այցը Եվրոպական միության խորհրդարան։ Այցի շրջանակում տեղի ունեցան նաև մի շարք հանդիպումներ։ Ֆրակցիաների ներկայացուցիչների հետ եղավ առանձին հանդիպում վարչապետը, մենք խորհրդարանի ներկայացուցիչները և իրենց ուրեմն ֆրակցիաների ներկայացուցիչները բավականին բովանդակալից և շատ անկեղծ քննարկում տեղի ունեցավ, հետո առանձին Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների հետ եղավ առանձին հանդիպում, էլի իրենք շատ մեծ կազմով։ Պիտի անկեղծորեն ասեմ, որ կարծում եմ մեզ հաջողվել է այդ քաղաքական սպեկտրի բոլոր կողմերին ներկայացնել մեր մոտեցումները, դրանք դարձնել, այսպես ասենք, ընկալելի, իրենց քաղաքական լեզվով դա թարգմանել մեր կարիքները, մեր ձգտումները, մեր գործողությունները։ Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությանը զուգահեռ կա նաև մշակութային երկխոսություն։ Եվրամիությունն իր քայլերով հստակ արձանագրում է հայկական մշակութային արժեքներն առավել ճանաչելի դարձնելու ձգտումը։ Այս համատեքստում Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում վերխոյացավ արմատագիր երկխոսության ուժը խորագրով հուշարձանը Հայոց Այբուբենի տառերի ձուլվածքով։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։ Հայոց Այբուբենի այս պատկերմամբ հայերն իրենց տեղն են ամրապնդում այն հարուստ և բազմադարյան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա, իր խոսքում շեշտեց Ռոբերտա Մեցոլան։ Սա նվիրումն է մեր երկխոսությանը և մեր հավատարմությունն է խորհրդարանների միջև սերտ կապի։ Հայ բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանը հայոց լեզվի մասին գրել է. «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»։ Եվ սա շատ խորհրդանշական է, այն փաստը, որ այս քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության և եվրոպական ինքնության միջև։ Գիտեք, ես կարծում եմ, որ խոսքը, գիտելիքը, տեքստը կարևորագույն և ամենաուժեղ խորհրդանիշներից է ժողովրդավարության, քանի որ հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն առանց տեքստի, առանց շփումների, առանց գրի, առանց գրելու, առանց ելույթների, առանց խոսքի, առանց օրենքների։ Նշենք, որ արմատագիր երկխոսության ուժը խորագրով հուշարձանի հեղինակը Գագա Ամատունին է։ Շատ տպավորիչ էր Հայաստանի շունչը, մեր ուղերձները պարփակող, եթե կարելի ասել, այսպես մի կոմպոզիցիա էր, որին նայելիս միանգամից մարդը կարող է զգալ Հայաստանը, դա Հայաստանի Հանրապետության նվերներ, մասնավորապես ազգային ժողովի կողմից, այսինքն Հայաստանի Հանրապետություն /
ազգային ժողովի կողմից նվերներ Եվրոպական միության խորհրդարանին։ Այսպիսով վստահորեն կարելի է ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը եվրոպական քաղաքական ընտանիքում ունի իր ուրույն դերն ու տեղը։